Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում օրակարգ հաղորդաշարն է, մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել ամենաքննարկվող թեմաները։ Այս ընթացքում 100-ամյակին Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նախապատրաստող միջոցառումներն են ուշադրության կենտրոնում։ Այսօր արտաքին քաղաքականության, ինչու՞ նաև ներքին քաղաքական խնդիրների մասին կզրուցենք Modus Vivendi հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, նախ կուզեմ անդրադառնալ ձեր հայտնի նամակին, ինչով էր պայմանավորված այդ նամակը եւ ինչու հիմա եւ ինչ արձագանքներ եք սպասում, ինչ տեսքով։ Ցեղասպանության 100-ամյակը ես կարծում եմ դա մի տարելից է, որի ընթացքում մենք պիտի բարձրացնենք առավելապես քաղաքական հարցեր։ Այսինքն խնդիրը միայն ոգեկոչումը չի, այլ մենք պիտի հստակ ձևակերպենք ինչ ակնկալիքներ ունենք եւ այդ հարցը բազմաթիվ անգամներ ինձ տվել են թուրքերը, տվել են ամերիկացիները, տվել են եվրոպացիները։ Ի վերջո ինչ եք ուզում, որովհետեւ պարզապես ասել որ ցեղասպանություն մենք հիշում ենք հիշելու համար, որովհետեւ մեկը վստահություն չունի նման ձևակերպման նկատմամբ։ Ես ինքս տարիների վեր զբաղվել եմ Ուիլսոնի իրավար արվեջրով եւ գտնում եմ, որ Հայաստանը ունի իրավական հիմքեր այդ տարածքների նկատմամբ, դրա համար նամակը ձևակերպված էր այնպես, որ անհրաժեշտ է մի միջանկյալ լուծում գտնել, որտեղ դե յուրե Հայաստանի իրավատիրությունը եւ դե ֆակտո Թուրքիայի տնօրինում այդ տարածքների կարելի է համատեղել եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել։ Առայժմ բնականաբար դեր արձագանք չկա, բայց ես կարծում եմ ավելի մասնավոր զրույցների ժամանակ կամ ավելի փակ քննարկումների ժամանակ կլինի ակնկալիքս պարզապես այդ միտքը գաղափարը դնել քաղաքական շրջանում։ Այն չեք կարծում, եթե Հայաստանը իր պահանջները հստակեցնի, ինչ վերաբերում կարելի է սպասել Թուրքիայից, արդյոք Թուրքիան պատրաստ է որոշակի պահանջներ կատարել։ Թուրքիան բազմաթիվ անգամներ գոնե թուրք պաշտոնյաները մասնավոր խոսակցությունների ժամանակ, իսկ առավելապես օտարերկրացիները մի պարզ ձևակերպում են ասում եւ տրամաբանական։ Մենք պիտի իմանանք ինչն է ձեր ակնկալիքը, որովհետեւ կարողանանք մեր դիրքորոշումը ձևակերպել։ Ես լավ հիշում եմ դեռ 90-ական թվականներին, երբ որ առաջի ձևակերպենք շփումներն էր թուրքական շրջանակների հետ, կիսապաշտոնական, պաշտոնական, երբ որ մենք իրենց ասում էինք, որ մենք որևէ պահանջ չունենք Թուրքիայի նկատմամբ, իսկ հիշենք, որ մինչև 1998 այդպես էր, նրանք պարզապես դա լուրջ չէին ընդունում եւ չէին հավատում եւ ընթացքել չէր տրվում։ Մենք տեսանք անգամ այդ դիրքորոշումը չբերեց բարելավման։ Հետևաբար եթե մենք ուզում ենք, որ դիմացինը ձևակերպի իր վերաբերմունքը, մենք պիտի նախապես ձևակերպենք մերը։ Այնպես որ ես կարծում եմ, որ դա ցեղասպանության հռչակագիրը հստակեցրեց հայերի պահանջը, այսինքն ցույց տվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն հայերը։ Մասամբ այո, հստակեցրեց, որովհետև դա որպես այսպես ներկայացական մարմին դրա մասին արտահայտվեց, բայց այստեղ մի հակասություն կա, որը արկա է Ցյուրիխյան արձանագրությունների եւ հռչակագրի միջև։ Մենք պիտի տեսնենք ինչքանով այդ հռչակագիրը կդառնա գործնական քաղաքականություն, թե պարզապես կմնա հռչակագրի մակարդակով։ Այսինքն հայկական կողմը ինչ քայլեր պետք է իրագործի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի հռչակագիրը ոչ միայն այսինքն քննարկման արդյունքում նաև գործուն քայլեր կատարվում, հռչակագիրը կյանքի կոչվում։ Հռչակագրի մեջ ըստ էության շարադրված է այդ մեխանիզմը, այնտեղ խոսվում է թղթածրարի պատրաստման մասին, կոչենք այսպես փաստաթղթերի փաթեթ, հստակեցում դիրքորոշում, 3 մակարդակի վրա անհատական, համայնքային եւ ազգային։ Այդ բոլոր ուղղություններով պիտի աշխատանք տարվի, ինչպես նշված է, պիտի ստեղծվի աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվի, այսինքն մենք պիտի հայտարարությունների մակարդակից անցնենք գործնական քայլերի։ Իսկ գործնական քայլեր անցնելու համար մենք պիտի ունենանք մասնագիտացված գործիք։ Ամեն գործառույթ իրականացվում է ինչ-որ գործիքի միջոցով, եւ պատահական չի, որ միջազգային փաստաթղթերը պայմանագրերը դրանք կոչվում են միջազգային գործիքներ, international instruments, հենց այդ գործիք են, այսինքն առանց դրա չենք կարող։ Հիմա մենք խոսում ենք տարբեր պահանջների մասին,
գոնե հասարակական ազգային մակարդակով, եթե ոչ պետական, իսկ հռչակագիրը նաև կարող են կոչվել պետական, բայց այդ գործիքը չունենք։ Դա մեր առաջին հերթին այդ գործիքները պիտի ստեղծեն։ Խոսելով հռչակագրի մասին չեմ կարող չանդրադառնալ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի արձագանքին եւ գնահատականին։ Դուք ինչ եք կարծում, որքանով էր տեղին այդ գնահատականը եւ որքանով էր արդարացի, նաև հռչակագրի կազմով այդ կառույցը անվանելով ողջ հայության շահերը չներկայացնում։ Գիտեք, մենք ինչ որ այսօր ունենք, որ մոտ է ամբողջ հայության շահերը ներկայացնելու, դա թերևս այդ հանձնաժողովն է 100-ամյակի, այսինքն հիմա իրավական տեսակետից այո չկա նման մի որևէ կառույց, որի մեջ ընտրված անդամներ լինեն, այսինքն խորհրդարանի նման եւ ներկայացվի, չկա որևէ համահայկական, բայց հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովի մեջ ընդգրկված են եւ հայկական պետության եւ Սփյուռքի կարևորագույն կառույցների ներկայացուցիչները, կարող ենք ասել այսպես, որ դա համահայկական ամենաներկայացական մարմինն է առ այսօր, որը կորցել է։ Դրա համար նման գնահատականի հետ համաձայն չեմ, որ նա լիազորված չէ, որովհետև դա առավելապես լիազորված մարմին է։ Իսկ այն կետեր, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, որոնց այդ հռչակագրի մեջ նախագահի խոսքը, այո, հռչակագրի։ Գիտեք, այդ միջազգային իրավունքի վերաբերմունքի հարց կա, այնտեղ ավելի շատ գնահատականներ էին, օրինակի համար, որ հռչակագիրը, չգիտեմ, հայ-թուրքական հարաբերությունները կխաթարի, դա չի բերի ինչ-որ զարգացան, բայց կներեք, առաջ որ այդ հռչակագիրը չկար, եւ ես հիշատակեցի 91-ից 98 թվականի մեր քաղաքականությունը, որ ընդհանրապես որևէ նման մոդել չէր գալի նման, այսինքն դիրքորոշման, ինչ է Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավ էին, չէ, Թուրքիան միշտ իրականացել է իր քաղաքականությունը, իսկ իր քաղաքականությունը Հայաստանը հնարավորինս թույլ, տկար, շրջափակված, խոցելի պահելու մեջ է, դա անում է։ Նա չի գնա որևէ քաղաքականությամբ, որը կբերի, ասենք, Հայաստանի ուժեղացման, որը վերջը կվտանգի Թուրքիայի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված նախագահը հետ կանչեց արձանագրությունները ազգային ժողովից։ Ձեր կարծիքով վերջո ստորագրություններն էլ հետ կանչվեն եւ ինչի կբերի դա արդյոք մենք կկորցնենք այն հնարավորություն Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել առանց նախագահի։ Չէ, մենք որևէ բան չենք կորցնի, որտեղ այդ հնարավորությունները եթե իսկապես կային, վաղուց պիտի իրագործված լինեին։ Ի վերջո այդ արձանագրությունը 5.5 տարի ստորագրված վիճակում են եղել եւ առ այսօր դեռ ստորագրված են։ Այսինքն քանի տարի պիտի դեռ սպասենք, որ իրենք վավերացնեն։ Մյուս կողմից ես այն մարդկանցից եմ, որ երբևէ չեմ կարծել, որ այդ արձանագրությունները բերում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ոչ, դա պարզապես, այսպես ասենք, հայկական կողմի կատարյալ զիջում էր բոլոր հարցերով, բայց անգամ այս պարակային մենք տեսանք, որ նման զիջումները չկարողացան բերել հարաբերությունների բարելավման, որովհետև մենք չկատարեցինք թուրքերի 3 պահանջներից երրորդը, այն է Ղարաբաղի զիջումը Ադրբեջանին։ Երկուսը կատարեցինք, այդ մեկը մնաց, որը առայժմ փառք Աստծո դեռևս մեր իշխանությունները դրան չեն գնում։ Այսինքն ձեր պատկերացմամբ, ի վերջո, ինչպես կարող եք պատկերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Երբ դա տեղի հնարավոր կլինի։ Դա այն ժամանակ հնարավոր կլինի, երբ որ մենք ունենանք լծակներ Թուրքիայի վրա։ Թուրքիայի հետ կարելի է խոսել միայն հավասարը հավասարի հետ եւ ունենալով լուրջ լծակներ, այսինքն Թուրքիային կարելի է միայն պարտադրել մի բան, Թուրքիային խնդրելով ոչինչ հնարավոր չի։ Եվ քանի որ այդ պարտադրանքի մեխանիզմը, եթե մենք ոլորտներ վերցնենք, մեզ մոտ կարող է լինի միայն միջազգային իրավունքի հիման վրա, այդ իսկ պատճառով է, որ ես ըստ էության այդ ուղով եմ գնում, որովհետև ասենք ռազմական, քաղաքական, տնտեսական լծակներ մենք չունենք եւ այսինքն նրանք չեն կարող լինել ավելի ուժեղ, քան Թուրքիայի դիրքերն է։ Հետեւաբար իրավական ուղին այն ուղին է, որտեղ մեր դիրքերը համեմատաբար ուժեղ են։ Հետևաբար այդ ճանապարհով են պիտի գնանք։ Քրդական հարցը որևէ կերպ լծակ չի հանդիսանում նաև Հայաստանի համար, Թուրքիայի դեմ։ Բայց մենք այդ քրդական հարցը չենք օգտագործում, չէ՞։ Մենք համարյա չենք օգտագործում։ Կարող ենք օգտագործել եւ ինչ։ Իհարկե մենք ոչ միայն կարող ենք, մենք պարտավոր ենք, մենք մոռանում ենք, որ ուշ թե շուտ մենք քրդերի հետ որոշակի նաև քաղաքական հարաբերություններ պիտի ձևավորենք։ Քրդերեն ժողովուրդն են, որ ապրում են այսօր
մեր հայրենիքի մեծ մասում քրդերեն ժողովուրդն են, որ ապրում են բոլոր հարակից երկրներում։ Քրդերը թերևս աշխարհի ամենամեծաքանակ ժողովուրդն են, որ պետություն չունի եւ շատ հնարավոր է, որ շուտով ձեռք բերի այդ պետությունը, որը կլինի մեր հարևանությամբ, այսինքն նման գործոնի հետ հաշվի չնստելը սխալ է։ Մենք շատ ավելի սերտ հարաբերություններ պիտի ունենայինք քրդերի հետ, քան ունենք։ Հիմա կարծեք, թե գոնե հյուսիսային Իրաքում գտնվող Քրդստանի հետ ինչ որ շփումներ սկսում են, հաշվի առնելով օրինակ այդ Էրբիլ-Երևան թռիչքի գործարկումը, որ այս օրերին հենց իրականացվեց։ Պարոն Պապյան, ես կուզեմ Ճիշտ է, դուք քիչ եք անդրադառնում ներքաղաքական խնդիրներին, բայց կուզեմ այսօր անդրադառնալ ներքաղաքական խնդիրներին եւ ձեր տեսանկյունից ասեք, թե ինչ կատարվեց Հայաստանում այս վերջին 1 ամսվա ընթացքում կարելի ասել է քաղաքական դաշտում եւ դա ինչի արդյունք է։ Գիտեք, հին խոսք կա, որ քաղաքական գործիչները պիտի մաքուր լինեն եւ տնտեսության մեջ չլինեն։ Դա ինչու է, որովհետեւ եթե դու տնտեսության մեջ ես եւ անցյալդ էլ այդքան մաքուր չի, քո վրա լծակ միշտ կա։ Հետևաբար մենք տեսնում ենք, ասենք Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական պայքարը քաղաքական պայքար չի, այսինքն ոչ կուսակցությունները, ոչ անհատները դուրս չեն գալի ժողովրդին, այսինքն ժողովրդի քվեով չի որ արցանուցվում, այլ լուծվում է այլ միջոցներով եւ այդտեղ օգտագործում են պետական զանազան լծակներ, սկսած հարկայինից եւ մաքսայինից, վերջ ասած ոստիկանություն եւ պետանվտանգություն, որը ըստ էության չպետք է միջամտեր ներքին գործերին։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանում չկա քաղաքական կյանք, հետևաբար չի կարող լինի ներքաղաքական պայքար։ Դա դառ իրականություն է, բայց այդպես է։ Այդ process-ները ինչ թեկուզ ոչ քաղաքական process-ները, որքանով կանրադառնան ապրիլի 24-ին տեղ ունեցող միջոցառումներին, որոնք պետք է տեղ ունենան, նաև կառույց շարժում հիմնադրված, որը իր պայքարի օրը նշանակել է ապրիլի 24, այսինքն սա որքանով կարող է բացասական ազդել եւ որքանով կարող է դրական, եթե կարող է ազդել։ Ես չեմ կարծում, որ դա բացասական կամ դրական ազդեցություն կունենա։ Հիմա մենք մի քիչ շատ ենք ֆետիշացնում այդ ապրիլի 24-ը ինչ որ բան, որը էլի սովորական օր է, այսինքն հիմա մեր համար մեր, չգիտեմ, ողբի օրն է, մեր պահանջատիրության օրը շատ անորոշ է տառել։ Այսօր որոշ մարդկանց համար անգամ փող աշխատելու օր է տառել։ Մենք տեսնում ենք, որ զանազան նշաններ, կրծքանշաններ ու բաներ են սկսել վաճառել եւ փող աշխատել։ Գիտեք, մենք պետք է մտածենք, իսկ ինչու են որոշ խմբեր, կուսակցություններ դիմում ծայրահեղ միջոցների։ Միգուցե դա նրանից է, որ այլ ընտրանք այլևս չկա պայքարի։ Հասկանում եք, մարդկության զարգացումը, որ գնացել է խորհրդարանական պայքար կուսակցությունների ստեղծելու, դա ոչ թե նրանից է, որ այդ երկրներում, որ դրանք ստեղծվել են, դա այսպես բարի քերիներ են եղել իշխանությունում նստած։ Պարզապես նրանք հասկացել են, որ դա միջոցով, որով դու կանխում ես պարբերաբար ճգնաժամային վիճակները քո երկրում, արյունահեղությունը, որտեղ նույն Եվրոպան, որը անցել է այդ ամբողջի ճանապարհով, պարբերաբար խեղդվում էր արյան մեջ։ Դրա համար եկան այդ տարբերակի։ Հիմա մեզ մոտ եթե չլինի այդ պայքարը, մենք ժողովուրդը երկու պայքարի ձև է տեսնում, այսինքն մեկը ամենատարածված ձևն արտագաղթն է, վերջը արտագաղթն էլ պայքարի ձև է։ Մարդիկ, որ գնում են, դա պայքարի ձև է, մարդիկ քվեարկում են իրենց արտագաղթը, այսինքն իրենց դժգոհությունն են հայտնում իրավիճակից, որտեղ որևէ մեկը սեփական հայրենիքը կամովին չի լքում ու չի գնում, ուրեմն նա հարկադրված է պայմաններից, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Մյուս ավելի ծայրահեղ եւ ավելի վատ տարբերակն է, որ կարող է մի օր այս ամբողջը պայթի եւ տնտեսական եւ քաղաքական եւ ռազմական առումով եւ մենք հայտնվում ենք կատարյալ քաոսի մեջ։ Դրա համար քաղաքական կյանքը, հնարավորությունը մարդկանց տեսակետ արտահայտելու, ժողովրդի, տարբեր կուսակցությունների արձագանքը ստանալու, դա կանխարգելիչ միջոց է, իսկ կանխարգելիչ միջոցները միշտ ավելի հարմար են, ճիշտ են, քան հետո հետևանքների շտկումը։ Պարոն Պապյան, շատ ակտիվացել են խոսակցությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման շուրջ եւ շատերը նշում են, որ Եվրասիական տնտեսական միությունը ոչինչ չտվեց Հայաստանին, հակառակը խլեց Հայաստանից որոշակի հնարավորություններ։ Այդ դուք ինչ եք կարծում, ինչ հարաբերություններ պետք է ունենա Հայաստանը Ռուսաստանի հետ եւ արդյոք վերանայման կարիք ունի։
Հայաստանը Ռուսաստանի հետ պիտի ունենա սերտ հարաբերություններ, առաջին հերթին ռազմաքաղաքական, հետո եւ տնտեսական։ Բայց ես կողմնակից չեմ, որ դա պիտի արվեր Եվրասիական տնտեսական միության այդ ֆորմատի մեջ։ Մենք առանցել են Ռուսաստանի հետ այնքան շատ փաստաթղթեր ստորագրած ունեինք, այնպես իրավական դաշտ, որ չկար մի որևէ ոլորտ, այսինքն եթե մենք ապրանք ունեինք տանենք Ռուսաստանի շուկա ծախելու, ինչ որ մի բան մեզ արգելում էր։ Հիմա կան թվեր։ Իսկ թվերը ցույց են տալիս, որ հունվարին արտահանումը 30%-ով կրճատվել է համեմատած նախորդ տարվա հունվարի հետ։ Դա մեծ թիվ է, եւ այստեղ պատճառը Ռուսաստանի ներքին իրավիճակն է, այսինքն Ռուսաստանը այլևս այն գնողունակ շուկան չի, ինչ էր կապված նավթի գների անկման հետ։ Հետևաբար մենք ռուսական շուկայի հետ միասին պիտի զարգացնենք մեր հնարավորությունները եվրոպական շուկայի հետ, որը մեզ ամենամոտ գտնվող ամենամեծ շուկան է, բայց նաև այլ երկրներում։ Ցավոք սրտի մենք դա չենք արել տասնամյակներ, իսկ հիմա ավելի այսպես ասած նեղացրեցինք մեր հնարավորությունները։ Վերջում եթե փորձենք անդրադառնալ անցած գիշեր Ռուսաստանում տեղի ունեցած սպանությանը, Բորիս Նեմցովի սպանության, ձեր կարծիքով ինչ հետևանքների դա կբերի եւ ում էր դա պետք, եթե ունեք գնահատական այդպես։ Ցանկացած ընդդիմության վերացումը, լինի ֆիզիկապես կամ բարյահոգեբանորեն, իշխանությանն է պետք։ Բայց սա անպայմանորեն չի նշանակում, որ իշխանության մատը խառն է դրա մեջ։ Գիտեք, կան շրջանակներ, որոնք այսպես ասած օդի մեջ զգում են ում ինչա պետք եւ կարող են այսպես արջի ծառայություն մատուցել, դա էլ չի բացառվում։ Այսպես ասենք, առայժմ գնահատականներ չտանք, այսինքն ով է կատարել, բայց բոլոր հնարավորությունները բաց թողենք։ Այն որ պատահական սպանություն չէր, այսինքն կենցաղային չէր եւ հողի վրա է ունեցել։ Ծիծաղել է ֆաներ, այսինքն գիտեք, ատրճանակից շարժվող մեքենայից կրակել 6 անգամ եւ 4 անգամ կպնել, բանին դա որոշակի պրոֆեսիոնալիզմի արկայություն է, հասկանում եք, ի վերջո ատրճանակ, այսինքն մակարովը 50 մետր է խփում։ Դրանց ավել, այսինքն եւ դա արել են մարդիկ, ովքեր վստահ են եղել, որ Մոսկվայի կենտրոնում, ինչպես Երևանի կենտրոնում ամեն քայլափոխի վիդեոկամերաներ կա, այսինքն որ այդ վիդեոկամերաների նյութը իրանց վրա չի ազդի։ Հասկանում եք, այդ խանդի հողի վրա այդ ոնց ալնում, որ բոլոր ընդդիմության ղեկավարները խանդի հողի վրա բանն անում, սպանվում են, չէ, այդ ձև չի լինում, այդ լուրջ չի։ Անկամ Պուտինը ընդունեց, որ դա պատվիրված սպանություն է։ Անկամ նա ասաց, որտեվ եթե նա ուրիշ բան ասել, որպես պրոֆեսիոնալ, ով որ քիչ թե շատ զբաղվել է, այսինքն իրենք նշում են, որ դա պրովոկացիա է իրենց դեմ։ Գիտեք, շափից ավելի ծանր գին է պրովոկացիայի համար, էլի, այդ դեպքում, այսինքն իսկ ով պիտի փոխարինի Նեմցովին, սա է խնդիրը, էլի, այսինքն եթե ընդդիմությունը բազմաթիվ Նեմցովներ ունենար, կարելի էր մեկին զոհաբերել։ Մյուս կողմից, գիտեք, ի վերջո եկեք չգիտեմ, ինչքան էլ քաղաքականությունը կարծում եմ կան բարոյական որոշակի նորմեր, էլի, այսինքն սեփական ընկերոջը չեն զոհաբերում։ Չգիտեմ, ես ավելի հակված եմ դա կապել նրա քաղաքական գործունեության հետ։ Շնորհակալություն պարոն Պապյան, հետաքրքիր զրույցի համար, ցտեսություն մենք կհանդիպենք հաջորդ անգամ։